Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը, բացի Անվտանգության խորհրդի անդամներից մասնակցել է նաև Հանրապետության նախագահը։ Քննարկվել են Անվտանգության խորհրդի լիազորությունների շրջանակն ընդգրկող ընթացիկ օրակարգային և ռազմավարական հարցեր։ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում ձերբակալություններ են տեղի ունեցել։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ամբիոնի վարիչը կաշառք ստանալու մեղադրանքով։ Եվս 2 անձ ձերբակալվել է կաշառք ստանալուն օժանդակելու և կաշառք տալու մեղադրանքներով։ Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են։ Քաղբանտարկյալների ու նրանց իրավունքների վերականգնման մասին ընդդիմությունը լսումներ էր նախաձեռնել խորհրդարանում։ Հիմնական զեկուցողը Հայաստան խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն էր։ Լսումներին պատգամավորներից բացի մասնակցել են նաև հասարակական գործիչներ։ Լիդիա Մանթաշյանն այս պահին միակ կին քաղաքական բանտարկյալն է եւ ընդամենը օրեր առաջ դատարանը հերթական անգամ 3 ամսով երկարաձգեց Լիդիայի կալանքը եւ դա այլ կերպ քան պատիժ Լիդիայի նկատմամբ հնարավոր չէ որակել, որովհետեւ ակնհայտ է, որ այդ կալանքի հետևում իրականում թաքնված է քաղաքական պատվեր։ Սիրելի գործընկերներ, քաղաքական ռեպրեսիաների այս մեխանիզմը հնարավոր է դարձել գործի դնել դատական իրավական համակարգի հետևողականորեն միջամտելու ճանապարհով, որը արտացոլվել է եւ իրականացվել է թե օրենսդրական մեխանիզմներով, թե լիազորությունների դադարեցման ոչ սահմանադրական միջոցներով։ Գործադիրի ղեկավարի ուղղություններով քաղաքական, հանրային եւ ռազմական գործիչներին կալանավորելով, դատարանների շրջափակումով, դրանց անկախության վերացումով, սահմանադրական դատարանի բարձրագույն դատական խորհրդի կազմը քաղաքական նպատակահարմարությամբ փոխելով, քաղաքական ցուցումներին չենթարկվող դատավորներին հեռացնելով, ուժային բացառապես մեկ անձի շահերին ուժային կառույցները բացառապես մեկ անձի շահերին ծառայեցնելով, այսինքն արդյունքում մենք ստացել ենք մի իրավիճակ, երբ դատաիրավական համակարգը վերածվել է քաղաքական մահակի։ Հայաստանում մարդուն կալանավորելը այլևս ոչ թե բացառիկ, այլ պատժիչ միջոց է։ Ուզում եմ խորը ափսոսանքով արձանագրել, որ այսօր չկան միջազգային կառույցների կողմից քաղբանտարկյալների վերաբերյալ պատշաճ արձանագրումներ եւ գնահատականներ, ինչն էլ շատ հաճախ որպես հակափաստարկ ներկայացվում է իշխանությունների կողմից։ Եվ սա լուրջ խնդիր է, բայց սա նաև միջազգային կառույցների խնդիրն է։ Ցավոք այսօր միջազգային կառույցները խորը ճգնաժամի փուլում են գտնվում եւ մենք այդ կառույցների անգործությանն ականատես ենք եղել ինչպես 44-օրյա պատերազմի, Արցախի շրջափակման եւ էթնիկ զտման ժամանակ, այնպես էլ ականատես ենք լինում այսօր քաղբանտարկյալների հարցում լռության պարագայում։ Շատ ամոթ է, որ այսօր մենք ասում ենք, ինչ է ասում վեհապարը, ինչ է ասում Սրբազանը, բա դուք ինչ եք ասում։ Հանրային գործիչներ, քաղաքական գործիչներ, դուք ինչ եք ասում։ Հերիքա գցենք ծրագրով, այսինքն ինչ պիտի անի վեհապարը։ Վեհապարը պիտի գավազանը վերցնի, չգիտեմ ինչ անի։ Մեր գործն է, եթե թերացել ենք, մեր գործը չեն կարողացել անել։ Մի գցեք Սրբազանի ու անի գրպանը։ Եվ մի կարևոր բան էլ, եթե թույլ տաք, ես կարծում եմ ամենամեծ խնդիրներից մեկը այն է, որ այսօր ասում են ժողովուրդը չի գիտակցում, թե մենք ինչի մեջ ենք։ Մենք ողբերգության մեջ ենք, մենք աղետի մեջ ենք եւ չգիտեմ, լավ բառ ասեց պարոն Բագրատյանը, բայղրուշություն ինձ էլ են ասում, ես որ ասում էի Արցախում էի, ասում էի տալու են Արցախը տալու են, ասում էի լավ էլի Անժելա վերջացրու։ Հիմա ասեմ, հիմա իրանք պատրաստվում են, որ Հայաստանը տան ցավոք սրտի ինչ է նկատելի, որ եւ քաղաքական ուժերի մեջ եւ ընդդիմադիր եւ մտավորականների մեջ ամենամեծ ողբերգությունը կարծում եմ դա է, որ չեն գիտակցում, որ մենք ինչի մեջ ենք եւ մեզ իրականում ինչ է սպասում։ Ազգային ժողովի նախագահն էլ լսումներին հետևել է օթյակից, ընթացքում նաև զրուցել լրագրողների հետ։ Հալեն Սիմոնյանը հերքել է, թե Հայաստանում քաղբանտարկյալներ կան, մատնանշել այդ պահի լսումներն ու հարցրել, արդյոք այդ պահին ընդդիմադիր խոսք չի հնչում եւ այդ դեպքում ինչու այդ մարդիկ բանտարկված չեն։ Սիմոնյանը խոսել է նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների ու գերիների մասին, նշել, որ բոլորն անխտիր վերադառնալու են, ամեն դեպքում իշխանությունն անում է հնարավորն այդ ուղղությամբ։ Այստեղ խնդիրը նա ոնց երկու ժողովուրդների մեջ, որոնք որ տարիներ շարունակ իրար նկատմամբ ատելություն են տածել, անենց ինչ որ տրամաբանություն գտնենք, որ այդ միջև այդ ատելությունը իջնի, հա, մարդիկ հնարավորինս քիչ առիթ տանք, որպեսզի իրանք ինչ որ անախորժություն չեն, բայց
մենք բոլոր սահմանները բաց լիներ։ Ես նորից եմ ձեզ ասում, մենք իրար հետ առևտուր ենք անելու ու արել ենք ու անելու ենք։ Նույնիսկ Ղարաբաղում են այդ առևտուրը արել։ Ինչ որ ժամանակահատվածում վերջում այդ առևտուրը լինելու է, ուզում եք ուզեք, ուզում եք մի ուզեք, ուզում եք հիմա հայրենասերության պատրվակի տակ ասեք, որ տես բան չի լինելու է, անելու ենք ու խաղաղ ենք ապրելու իրար հետ։ Էլ զինվորական դրա արդեն Լսեք, իսկ դուք տեսնում եք Հայաստանում ինչ տեսանյութներ է տարածվում։ Դուք հասկանում եք, որ մենակ մեր լսեք, նման տեսանյութներ չկա, բայց մենք ունենք հենց հիմա այնտեղ Ղարաբաղի դրած դրոշներ, որը նույն էմոցիան է առաջացնում Ադրբեջանում, ինչը որ մեր մոտ այդ բանը, այդ տրամաբանը, այն ինչ որ դուք ինչի մասին խոսում եք, դուրս եկեք մենակ մեր տեսակյունից նայելը։ Մենք երեք Ժիրայր Լիպարիցյանը շատ լավ հարցազրույց տվեց Պետրոս Ղազարանին եւ այդ ձեր ասածի հետ կապված շատ հետաքրքիր բաներ օրինակներ ա բերել նայեք մենակ մեր դիտակետից մի նայեք հարաբերություններին ես պատրաստվում եմ ինչ որ հարմար պայի գնամ Ադրբեջան եւ այցելեմ ես պատրաստվում եմ իմ գործընկերոջը հրավիրեմ Հայաստան ինչ որ որևիցե ֆորմատով վերջը ինչա Ասեցին իրանք ինձ ուղիղ տեքստով ասեցին, որ դա կապված է Եվրոմիության հետ իրենց հարաբերությունների հետ եւ Տիկին Գաֆարովան մեր հանդիպման ժամանակ դրա մասին ինձ ուղիղ տեքստով խնդրել է, որ նաեւ իրենց նախագահի անունից ասել է խնդրում եմ, որ փոխանցեք, որ սա որևիցե կապ չունի հայկական կողմի հետ։ Հիմա եթե ես սխալ բան ասեմ, իրանց հարաբերությունների հետ կապված ձևակերպումը սա է, ես խնդրեցի հարցեցի, ասի կարող եմ ես սա բարձրաձայնել, ասին այո, կարող ես բարձրաձայնել եւ ես մի քանի անգամ բարձրաձայնել եմ Կարինե ջան։ Չէ, չի եղել, բայց եթե լինի, ես այդ հրավերը կքննարկեմ։ Բայց դուք նորմալ եք համարում գնալ գալը, եթե մենք այնուամենայնիվ այնտեղ ունենք գերիներ։ Իսկ քննարկել ասելուց ինչ նկատի ունեմ։ Ես կքննարկեմ։ Բա որ ասում եմ քննարկել, ես ինչ նկատի, ես չեմ ասում, չէ՞ կարող է ասել ես կգնամ։ Լսեք, մեր գերիների հարցը մենք ունեցել ենք 200-ին հասնող գերիներ։ Հիմա այսօր կա 23 հաստատված գերի։ Եկեք սպասենք եւ ես վստահ եմ, որ այս քայլերի շնորհիվ այդ գերիների թիվը ինչ որ պայի գալու է հասնի 0-ի եւ վերադառնալու են բոլորը, վերադառնալու են նաեւ այն ժամանակվա Ղարաբաղի ղեկավարները, վերադառնալու են բոլոր այն մարդիկ, ովքեր որ գերեվարվել են կամ հայտնվել են այսօր ընդեղի բանտերում։ Մեր իշխանությունը ամեն ինչ արել է եւ անելու է, որ բոլորը անխտիր վերադառնան Հայաստանի Հանրապետություն։ Քաղբանտարկյալների հարցը միայն ընդդիմության կամ քաղբանտարկյալների բարեկամների խնդիրը չէ։ Արմեն Աշոտյանն է հայտարարել լրագրողների հետ հանդիպանը, նաև նկատել, որ Հայաստանում Եվրամիության առաքելության ներկայացուցչության գրասենյակի կայքն օրերս նշել է գենդերային հիմքով բռնությունների օր, իսկ Լիդիա Մանթաշյանը հենց այդ հիմքով է նստած։ Աշոտյանի համոզմամբ մեր երկրում իրենց առաքելությունն իրականացնող դեսպաններին պետք է հանել կոմֆորտ զոնայից։ Իրենք պետք է դադարեցնեն առաքելությունը, բացառապես Նիկոլ Փաշինյանի վակցինացիայի կամ իշխանությունը երկարաձգելու գործից, ասել է Աշոտյանը։ Ես վստահ եմ, որ Հայաստանում պատշաճ ջանքեր չի գործադրվել, որպեսզի ստիպել միջազգային համապատասխան կառույցներին չփակել աչքերը, չձևանալ կույր, խուլ եւ համր։ Ես փորձեցի որպես մարդ այդ անձնական նախաձեռնությունը իրականացնել, ինչ շղթայելով նաև Եվրամիության դեսպանատան մոտ, բարբերաբար այդ թեման իմ կուսակից ընկերներն են բարձրաձայնում։ Այսօր մենք քաղբանտարկյալների շարքում ունենք նաև ընկերներ, բացի քաղաքական գործընկերներից, բայց պետք է ասել, որ դա բավարար չի։ Պետք է դուրս հանել բոլոր դեսպաններին, որոնք Հայաստանում ներկայացնում են երկրներ, որոնց համար ժողովրդավարական արժեքները մինչև 18 թիվ շատ կարևոր էին, իսկ հիմա գեոպոլիտիկ խաղերի մեջ ցախ են դարձել, էլի։ Սարքել են ցախ այդ իրանց արժեքները, գցում են գեոպոլիտիկ վառարանի մեջ, որ Նիկոլը տակ մնա, այսպես ասած, չմրսի հանկարծ։ Այդ բոլոր կառույցներին պետք է հանել կոմֆորտ զոնայից։ Դա դժվար բան չի։ Ոնց է պետք։ Շատ պարզ, նայ, շատ պարզ։ Ժողովուրդ ջան, խնդրում եմ դա արեք։ Դա ցավոք սրտի միայն ընդդիմության կամ այդ մարդկանց բարեկամների խնդիրը չի։ Լավ այդտեղ այդ տասնյակ հարյուրավոր մարդկանց մեջ մեկը չկա գնասի տիկին դեսպան, պարոն դեսպան։ Մեր երկրում քաղբանտարկյալներ կան։
Իրանք շարունակելու են դնել խուլ այն 3 կապիկները հիշում եք, ոչինչ չեմ տեսնում, ոչինչ չեմ խոսում, ոչինչ չեմ լսում։ Իրանք շարունակելու են դա անել, իրանք պետք է հանել կոմֆորտ զոնայից։ Իրանք պետք է դադարեն այստեղ իրանք առաքելությունը դիտարկել բացառապես Նիկոլ Փաշինյանի վակցինացիայի կամ այսպես ասած իշխանությունը երկաձգելու գործի։ Ես նաիվ չեմ։ Շատ քիչ մարդ է Հայաստանում կներեք եվրոպական կառույցների հետ այդքան աշխատել ինչքան ես։ Արդյոք չկա ընդդիմության բաց թողումն ու արդյոք ճիշտ չէ ընդդիմության միասնական հարթակ ստեղծել ու միասնաբար պայքարել, հարցին Իշխան Սաղաթելյանն է պատասխանել։ Լրագրողների հետ զրույցում Սաղաթելյանն ասել է, որ ընդդիմության միավորման մասին առաջարկություն չի հնչեցրել, ասել է, որ կարևոր առանցքային օրակարգային հարցեր կան, որոնց շուրջ ընդդիմությունը պետք է համագործակցի։ Հայաստանի բոլոր ընդդիմադիր ուժերը, պետական ազգային մտածողություն ունեցող հասարակական քաղաքական շրջանակները այդ հարցերի շուրջ պետք է գործակցեն։ Հաջորդ շաբաթվանից սկսելու են դաշտի դերակատար ուժերի հետ խորհրդակցություններ։ Պատգամավորը կարծում է, դաշտում գտնվող ուժերը պարտավոր են համախմբել ուժերը, մեկտեղել համատեղ ռեսուրսներով այս իր խոսքով ռեպրեսիաներին դիմագրավելու համար։ Հայաստան խմբակցությունը դաշնակցության հայդատի գրասենյակները եւ մեր բոլոր արտաքին կապերով պարբերաբար Հայաստանում տեղ ունեցած բռնաճնշումների, ապօրինությունների, այս ամեն ինչի մասին մենք տեղյակ պահում ենք եւ նամակներով դիմում ենք։ Կա առաջարկ, պատրաստ ենք, մենք չենք առանձնացնում։ Իսկ ինչ վերաբերում է ընդդիմության ընդհանուր հարթակի միասնական ճակատով պայքարելու հետ կապված, ես մի ամբողջական առաջարկություն եմ հնչեցրել ու դա ոչ միայն առաջարկություն, այլ նաև դրան հետևելու են քայլեր եւ գործողություններ։ Ես ընդդիմության միավորման մասին չեմ առաջարկություն հնչեցրել, ես հնչեցրել եմ հետևյալի մասին, որ կան կարևոր առանցքային օրակարգային հարցեր, որոնց շուրջ ընդդիմությունը պետք է համագործակցի։ Հայաստանի բոլոր ընդդիմադիր ուժերը, պետական, ազգային մտածողություն ունեցող հասարակական եւ քաղաքական շրջանակները այդ հարցերի շուրջ պետք է համագործակցեն եւ մենք հաջորդ շաբաթվանից սկսելու ենք դաշտի դերակատար ուժերի հետ խորհրդակցություններ եւ կարծում ենք, որ դաշտում գտնվող ուժերը պարտավոր են համախմբել իրենց ուժերը, մեկտեղել եւ համատեղ ռեսուրսներով այս ռեպրեսիաներին դիմագրավելու համար։ Արման Թաթոյանը հունվարի 15-ին Նիկոլ Փաշինյանին հրավիրում է բանավեճի, կարող է Պետրոսին ներբերի, իրեն մենակ չզգա, նշել է Թաթոյանը։ Միասնության թևեր շարժման ղեկավարն ասել է պատճառներ, թե ինչու է առաջադրվելու, նաև նշել, որ իրեն չեն աջակցում ոչ նախկինները, ոչ վարչապետը։ Թաթոյանը նաև ներկայացրել է այն հիմնական հարցերը, որոնց ուղղությամբ աշխատելու է վարչապետ դառնալու դեպքում։ Երբ ես լինեմ վարչապետ, հենց առաջին օրը իմ հրամանով ստեղծվելու է հատուկ հանձնաժողով, որը հանձնարարական է ստանալու 6 ամսվա մեջ ներկայացնել անվտանգության բնագավառի բարեփոխումների ծրագիր։ Այդ ծրագիրը անմիջապես սկսելու ենք իրականացնել եւ մենք առաջին 5 տարվա մանդատի շրջանակում հասնելու ենք մեր հակառակորդի հետ անվտանգության հարցում հավասարակշռության զսպան, իսկ հետո լիարժեք հավասարակշռության։ Որովհետև ես համոզված եմ, որ միայն այս կերպ, միայն ուժեղ լինելու շնորհիվ է, որ մենք կարող ենք ունենալ խաղաղություն։ Տեսեք, ինչ է տեղի ունենում։ Նիկոլ Փաշինյանը պաշտոնաթող նախագահներին անընդհատ հրավիրում է բանավեճի։ Եվ ինքը այդ իր ատելության թշնամանքի օրակարգի ձեռնելով վստահ է, որ արդյունքների հասնելու է։ Նախկին ժամանակների սխալները օգտագործելով եւ այլն, իհարկե մոռանում է, որ ամենամեծ նախկինը ինքն է, բայց ես ուզում եմ Նիկոլ Փաշինյանին հիմա ասեմ, որ պարոն Փաշինյան, ես եմ հիմա ձեզ հրավիրում բանավեճի։ Ցանկացած տեղ ընտրեք ձեր ուզած տեղը, ձեր ուզած հարցերը, Պետրոս Ղազարյանին կարող եք կանչել, որպեսզի ձեզ մենակ չզգաք։ Հունվարի 15-ին ես հրավիրում եմ բանավեճի։ Հետևողական եմ լինելու այս հարցում։ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ Թթուջուր հատվածում բռնկված հրդեհի օջախներից 2-ը մարվել է, մյուս օջախներում 1 ուսացվել։ Հիշեցնեմ, հրդեհը բռնկվել է նոյեմբերի 21-ին, շիճմանը ներգրավել է նաև Պաշտպանության նախարարության ուղղաթիռ ու անօդաչուներ։ Աշխատանքներին մասնակցել է 1000-ից ավելի փրկարար, 16 հիմնական եւ 88 օժանդակ տեխնիկա։ Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն է խոսել տարվող աշխատանքների, նաև Տավուշում բռնկված հրդեհի մասին, նշել, որ ինքը եղել է տեղում։
Հրդեհները մոլեգնում են, ճամբարակի հատվածում էր մի քանի օր առաջ այդ կրակը, որը այդ տարածաշրջանի շատ մեծ, ուրեմն ցանքսատարածություններ եւ շատ մեծ ծավալի անտառներ այրվում էին, այնուհետև կրակը տեղափոխվել է ուրեմն Տավուշի մարզ, Դիլիջան ազգային պարկի տարածքում 3 ինձ ահազանգեցին, որ 4-ը օջախ կա, դա Կազաչի հանդամաս կոչվող օջախն էր կրակի, մեկը Լեռնային Հայաստան, Գորնի Արմենիա, հանգստյան տան վերևի հատվածի մասն էր, երրորդը Վոլորանների մոտ կար, մեկ մեծ օջախ, որ գիշերը ես այնտեղ եմ եղել, ամբողջ գիշեր այնտեղ եմ եղել, եւ չորրորդը Սիմինովկա գյուղի հարակից հատվածում էր, որ սպառնում էր հասնել գյուղ։ Ես ուզում եմ նշել նաև, որ ամբողջ գիշեր աշխատանքներ են կատարվել եւ ի պատիվ փրկարարների եւ կամավորների անձնվեր աշխատանքի, ես դա ուզում եմ հատուկ շեշտել, որ օրեր շարունակ մարդիկ ուղղակի առանց քուն ու դադար պայքարել են կրակի դեմ եւ որոշակի արդյունքներ առավոտվա դրությամբ կար, այն տեղերը, որտեղ որ ես եղել եմ, այդտեղ հաջողվել է կրակը մարել, բայց ամբողջությամբ իրավիճակի հետ կապված կարող եմ հետեւյալը ասել, որ առավոտյան ուղղաթիռները ինձ տեղեկացրեցին, փրկարարծառայության պետը ես այնտեղ էի, ինձ տեղեկացրեցին, որ ուղղաթիռներ են ներգրավել, խնդրել են պաշտպանության նախարարությունից ուղղաթիռներ տրամադրեն եւ առավոտվանից արդեն ուղղաթիռներ են ներգրավել։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ Ուկրաինային աջակցություն տրամադրող կամեցողների կոալիցիայի երկրների մասնակիցները տեսակոնֆերանսի ժամանակ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ համաձայնության են եկել արագացնել Վաշինգտոնի հետ համատեղ գործունեությունը Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մշակման հարցով։ Ըստ հայտարարության Սթարմերի, Մակրոնի, Մերցի համանախագահած հանդիպմանը տեսակապի միջոցով միացել են Ուկրաինայի նախագահը, կոալիցիայի 35 երկրների ներկայացուցիչները, Եվրոպական խորհրդի նախագահը, Եվրահանձնաժողովի նախագահը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, ինչպես նաեւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նշվում է, որ Ռուբիոն եւ Զելենսկին մասնակիցներին տեղեկացրել են խաղաղության շուրջ բանակցությունների մասին, որոնք տեղի են ունեցել նոյեմբերի 23-ին Ժնևում։ Կամեցողների կոալիցիան ողջունել է ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի միջև կարգավորման շուրջ բանակցություններում զգալի առաջընթացը։ Տեսակոնֆերանսի մասնակիցները նաեւ ողջունել են այն հավաստիացումը, որ Եվրոպայի եւ ՆԱՏՕ-ի շահերին վերաբերող հարցերը կքննարկվեն առանձին եւ եվրոպական գործընկերների եւ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների լիակատար ներգրավմամբ։ Կողմերը նաեւ ողջունել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը ուղղված ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցմանը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Қырғызստանի ղեկավար Սադիր Ժապարովի հետ բանակցությունների արդյունքներով կստորագրվի կարևորագույն փաստաթղթերի փաթեթ։ Ինչպես նշել է Պուտինը, ռուս-қырղызական բանակցությունների ընթացքում կստորագրվի առևտրատնտեսական, կրթական, միգրացիայի եւ այլ բնագավառներում կարևորագույն միջկառավարական եւ միջգերատեսչական փաստաթղթերի փաթեթ։ Պուտինը Қырղызստանը մեկնել պետական այցով։ Նա Բիշկեքում կգտնվի նոյեմբերի 25-ից 27-ը։ Բելգիայի դիմադրության հակառակ Եվրոպական հանձնաժողովը շուտով կներկայացնի այդ երկրում սառեցված ռուսական ակտիվների առգրավման առաջարկների իրավական տեքստ։ Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նիստում։ Եվրահանձնաժողովը պատրաստ է ներկայացնել ռուսական ակտիվների օգտագործման վերաբերյալ իրավական տեքստ, ասել է ֆոն դեր Լեյենը, ընդգծելով, որ թույլ չի տա, որ միայն եվրոպացի հարկատուները միայնակ վճարեն Ուկրաինայի համար։ Հիշեցնենք, որ Բելգիայի պաշտպանության եւ արտաքին առևտրի նախարար Թեո Ֆրանկենը հայտարարել էր, որ Բելգիան հրաժարվել է առգրավվել ռուսական ակտիվները եւ փոխանցել դրանք Ուկրաինային առանց Եվրամիության կողմից իրավական եւ ֆինանսական ռիսկերի դեմ երաշխիքների։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Յուտեի կարծիքով հավանականություն կա, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը կարող է ավարտվել մինչև 2025 թվականի վերջը։ Ես ցանկանում եմ հնարավոր ամեն բան անել, որպեսզի ԱՄՆ նախագահ Թրամփին օգնեմ իրականացնելու կարգավորման իր տեսլականը, ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը։ Յուտեն նշել է, որ հիացած է ԱՄՆ ղեկավարի ռուս-ուկրաինական հակամարտության փակուղուց դուրս գալու ելք գտնելու ձգտմամբ։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ գոհ է այն բանից, թե ինչպես են հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները անցկացվում եւ Մոսկվայի եւ Կիևի հետ։ Ըստ Թրամփի կողմերը կարող են այն կարծիքին հանգել, որ հակամարտության լուծման ԱՄՆ առաջարկները շահավետ են երկու կողմերի համար։ Բրազիլիայի Գերագույն դատարանը նախկին նախագահ Ժայր Բոլսոնարոին դատապարտել է 27 տարվա ազատազրկման պետական հեղաշրջման դավադրության մեղադրանքով։ Նոյեմբերի 25-ին Գերագույն դատարանը պաշտոնապես ավարտել է Բոլսոնարոյի դեմ գործը, նրա դատավճիռը դարձնելով վերջնական։ Գերագույն դատարանը մերժել է այս ամսվա սկզբին դատավճիռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը։ Նա իր պատիժը կկրի Բրազիլիայի դաշնային ոստիկանության վերահսկողության վարչությունում, որտեղ գտնվում է նոյեմբերի 22-ից։ Բոլսոնարոն սեպտեմբերին դատապարտվել է 27 տարի եւ 3 ամիս ազատազրկման, 2022 թվականի նախագահական ընտրություններում ձախակողմյան գործող նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի դեմ պարտվելուց հետո հեղաշրջում կազմակերպելու համար։ Բոլսոնարոն նաև ավելի քան 100 օր տնային կալանքի տակ է եղել Բրազիլիայում։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Շարունակենք, վթար Արտաշատ Արարատ ճանապարհի Նավշար գյուղում բախվել են Mercedes-Benz, Prado եւ Վազմակնիշի մեքենաները։ 5 քաղաքացի հոսպիտալացվել է, փրկարարները հոսանքազրկել են մեքենաները, փակել գազի բալոնների փականներն ու սահմանազատել տարածքը։ 2026-ից ծխախոտի եւ ալկոհոլի նույնականացման միջոցների տվյալները կներառվեն հաշվարկային փաստաթղթերում, Պետեկամուտների կոմիտեն մանրամասնում է։ Ծխախոտային եւ ալկոհոլային գործունեությամբ զբաղվող տնտեսվարողները հաջորդ տարվանից ապրանքների մատակարարման դեպքում հաշվարկային փաստաթղթերում պարտադիր պետք է ներառեն նաեւ այդ ապրանքների նույնականացման միջոցների վերաբերյալ տվյալները։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության կողմից։ 2026 թվականի հունվարի 1-ից ծխախոտային եւ ալկոհոլային արտադրանքների մատակարարման դեպքում այդ ապրանքների մատակարարման հաշվարկային փաստաթղթերում անհրաժեշտ է նաեւ ներառել դրոշմավորման ծածկագրերի վերաբերյալ տեղեկատվությունը։ Այդ նպատակով Պետական եկամուտների կոմիտեն էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր համակարգում ստեղծել է համապատասխան հնարավորություն։ Նախքան հաշվարկային փաստաթուղթը դուրս գրելը, տնտեսվարողն առանձին CSV ֆայլով փաստաթղթին է կցում նույնականացման միջոցների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը։ Ծածկագրերը կցելիս համակարգն ինքնաշխատ կերպով ստուգում է դրանց վավերականությունը։ Եթե կցված փաստաթղթում առկա են ոչ վավեր ծածկագրեր, համակարգը տեղեկատվական հաղորդագրության միջոցով դրանք ցույց է տալիս։ Քանի որ ծխախոտային արտադրանքի եւ ալկոհոլային խմիչքների դեպքում պարտադիր է լինելու հաշվարկային փաստաթղթում նույնականացման միջոցների ներառումը, արդեն համակարգի կողմից ցուցադրվելու է ոչ թե զգուշացնող, այլ արգելող հաղորդագրություն, տեսնել ավելին հղմամբ անցնելու դեպքում հնարավոր կլինի տեսնել, թե հաշվարկային փաստաթղթում ներառված նույնականացման միջոցի որ ծածկագրի մասով ինչ խնդիր է առկա։ Տնտեսվարողը պետք է ուշադիր լինի եւ հաշվարկային փաստաթղթին կցի բացառապես վավեր ծածկագրեր։ Իդեպ, մինչև հաշվարկային փաստաթուղթը դուրս գրելը, տնտեսվարողը կարող է ջնջել կցված ծածկագրերի ցանկն ու նորը կցել։ Այնուամենայնիվ, եթե մատակարարող կողմն արդեն դուրս է գրել հաշվարկային փաստաթուղթը, որում սակայն ծածկագրերը ներառված չեն եղել, ապա ֆայլ օնլայն համակարգով այլևս ծածկագրեր կցելու հնարավորություն չի լինելու։ Անհրաժեշտ գործողությունը հնարավոր կլինի կատարել ազգային օպերատորի իմարկ ինվոյս բջջային հավելվածով, քանի դեռ հաշվարկային փաստաթուղթը ստացողի կողմից չի ստորագրվել։ Եթե տնտեսվարողի բիզնես գործընթացն այնպիսին է, որ հաշվարկային փաստաթուղթը դուրս է գրվել առանց նույնականացման ծածկագրերի, ապա տնտեսվարողի ներկայացուցիչը, օրինակ առաքիչը, կարող է հենց տեղում, խանութում նույնականացման ծածկագրերն ավելացնել իմարկ ինվոյս հավելվածի միջոցով հաշվարկային փաստաթղթին, կարող է արդեն դուրս գրված հաշվարկային փաստաթղթում ներառված ծածկագրերի փոփոխություն իրականացնել, ինչպես նաև կարող է ստեղծել սևագիր հաշիվ ավելացնելով նույնականացման ծածկագրեր։ Օրինակ կարող ենք այս պահին արդեն դուրս գրված հաշվարկային փաստաթղթում ավելացնել նույնականացման ծածկագիր, որը ի սկզբանե ներառված չի եղել, սկանավորման միջոցով ենք իրականացնում, ահա Այստեղ տեսնում եք ունենք ավելացնելու հնարավորություն, սեղմում ենք, սկանավորում ծածկագիրը,
Ինչպես տեսնում եք, մեկ ծածկագիր ավելացավ հաշվարկային փաստաթղթին։ Սեղմում ենք ավելացնել եւ ուղարկում ենք։ Իդեպ հաշվարկային փաստաթուղթը ստացողի կողմից ստորագրվելուց հետո նույնականացման միջոցները տնօրինելու, դրանք հաշվարկային փաստաթղթում ներառելու եւ նույնականացման միջոցներով ապրանքները վերավաճառելու իրավասությունն անցնում է ստացողին։ Այդ իրավասությունը մատակարարողից ստացողին է փոխանցվում նաեւ ինքնաշխատ եղանակով, ապրանքների մատակարարման պահից 48 ժամ անց։ Բացի այդ, իրավասությունը համարվում է փոխանցված նաեւ այն դեպքում, եթե ստացողը իմարկ ինվոյս հավելվածի միջոցով ստուգում եւ հաստատում է նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը։ Նշենք, որ հավելվածը հնարավորություն է տալիս միաժամանակ սկանավորել մեկից ավելի ծածկագրեր։ Նույնականացման ծածկագրերի վերաբերյալ փոփոխություն իրականացնելու իրավասությունը գնորդ կողմին փոխանցվում է նաև այն դեպքում, երբ գնորդ կողմի ներկայացուցիչը, օրինակ պահեստապետը, իմարկ ինվոյս հավելվածի միջոցով ստուգում է հաշվարկային փաստաթղթին կցված ծածկագրերի վավերականությունը եւ հաստատում։ Ինչպես տեսնում եք, հաշվարկային փաստաթղթում կցված ծածկագրերը ստուգված չեն եւ գնորդ կողմը սեղմում է ստուգել, սկանավորում է ծածկագիրը։ Ինչպես տեսնում եք, մեկ ծածկագիր ավարտել։ Եվս մեկ բարեփոխում եւ հստակեցում։ Եթե կազմակերպությունը կամ պետական մարմինն ապրանքները ձեռք է բերում սեփական կարիքների համար, այսինքն չի նախատեսում դրանք վերավաճառել, ապա ֆայլ on-line համակարգի միջոցով կարող է համապատասխան նշում կատարել։ Ապրանքը նախատեսված է վերջնական սպառման համար, նշումը կատարելուց, հաստատելուց եւ հաշվարկային փաստաթուղթը ստորագրելուց հետո այդ փաստաթղթին կցված ապրանքների ծածկագրերն ինքնաշխատ կերպով ստանում են շրջանառությունից հանված կարգավիճակ։ Եթե դրոշմավորված ապրանքները ստացողը համարվում է այդ ապրանքների վերջնական սպառողը, հնարավորություն ունի այդ մասին հայտնել, նշելով, որ նա հանդիսանում է այդ ապրանքների համար վերջնական սպառող։ Դա հնարավոր է համակարգում կատարել երկու եղանակով, մեկը, որ ընտրի անհրաժեշտ հաշվարկային փաստաթղթերի քանակները եւ սեղմի վերջնական սպառում կոճակը։ Մյուս տարբերակով համապատասխան նշումը հնարավոր է կատարել անմիջապես տվյալ հաշվարկային փաստաթղթի մեջ։ Իսկ հյուրանոցային, ռեստորանային կամ նմանատիպ այլ ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսվարողները, որոնք նույնականացման միջոցներով ապրանքները վաճառում են մասնատելով, ծածկագրերը շրջանառությունից կկարողանան դուրս բերել ազգային օպերատորի մեկ այլ իմարկ ռիսիպտ տեղեկատվական հավելվածի միջոցով։ Կառավարության կողմից սահմանվել են այն դեպքերը, երբ դրոշմավորման ծածկագրերը հնարավոր կլինի շրջանառությունից հանել բջջային հավելվածի միջոցով։ Այդպիսի դեպքերից է օրինակ ապրանքի մասնակի օտարումը, դրոշմավորված ապրանքները այլ ապրանքի արտադրության համար օգտագործումը կամ սեփական կարիքների համար օգտագործումը, ինչպես նաև այն դեպքերում, երբ դրոշմավորված ապրանքը օգտագործվում է ծառայության մեջ եւ դրա արժեքը ներառված է արդեն ամբողջ ծառայության արժեքի մեջ։ Իմարկ ռիսիպտ տեղեկատվական հավելվածի միջոցով տնտեսվարողները կարող են սկանավորել իրենց մոտ առկա ապրանքների նույնականացման ծածկագրերը եւ ծածկագրերի վերաբերյալ տեղեկատվությունը կփոխանցվի ՊԵԿ էլեկտրոնային շտեմարաններ։ Տնտեսվարողները իմարկ ռիսիպտ հավելվածի միջոցով հնարավորություն ունեն ուղարկել տվյալները, ինչպես նաև եթե սխալ են թույլ տվել, հնարավորություն ունեն վերադարձնելու սխալ ուղարկվածը, կարող են այսպես սկանավորելով գցել ծածկագիրը։ Ինչպես տեսնում եք, մենք ունենք մեկ վավեր ծածկագիր եւ վերջ ծածկագիրը ուղարկվեց ՊԵԿ տեղեկատվական շտեմարան։ Այսպիսով, նոր գործիքների կիրառմամբ պետությունը կկարողանա լիարժեք վերահսկել դրոշմավորված ապրանքների շրջանառությունը արտադրությունից մինչև վերջնական սպառում։ Իսկ տնտեսվարողը հնարավորություն կունենա նույնականացման միջոցների վերաբերյալ տվյալները ստուգել, անհրաժեշտության դեպքում շրջանառությունից հանել էլեկտրոնային հարթակների միջոցով։ Կենտրոն վարչական շրջանում շարունակվում են անօրինական տեղադրված կրպակների ապամոնտաժման աշխատանքները, քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել։ Հանդիպակաց գոտիով երթևեկող վարորդները հայտնաբերվել եւ տուգանվել են, ոստիկանության տեսանյութը։ Օրերս համացանցում տեսանյութեր շրջանառվում, որում երևում էր, թե ինչպես է մայրաքաղաքի Փափազյան փողոցում հանդիպակաց երթևեկում ջիպ մագնիշի ավտոմեքենայի վարորդը։ Համացանցում տեղ գտած մի տեսանյութում էլ աշտարակի խճուղում նույն կերպ վարում էր Հոնդայի վարորդը։ Այս երկու դեպքով էլ Երևանի պարեկները հայտնաբերել են վարորդներին։ Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություններ։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 18-րդ մասը հստակ սահմանում է տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, եթե դա կապված չէ վազանցը թույլատրված տեղերում վազանց կատարելու կամ կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը շրջանցելու հետ, եւ եթե առանց հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու անհնար է շրջանցել կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը, առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի 25 պատիկի չափով տուգանային միավորի կիրառում 4 միավոր։ Հարգելի վարորդներ, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, հարգել երթևեկությունը ձեզ հետ կիսող մյուս մասնակիցներին։ Եվ մինչև նոյեմբերի 30-ը եղանակը կլինի առանց ձեղումների, օդի ջերմաստիճանն էլ էապես չի փոխվի։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հաջողություն։